Շնորհակալություն, մեծագո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, իրականում ուրիշ հարց էի պատրաստել, բայց հնչեց գործընկերների կողմից, առիթից ընդամենը կօգտվեմ, ու քանի որ մեր դաշնակցական գործընկերները խոսեցին կուսակցական ֆինանսավորման մասին, մի թիվ ընդամենը ասեմ, սիրելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ, դաշնակցությունը ամբողջ 2024 թվականի ընթացքում ըստ իրենց հայտարարագրի ստացել է ընդամենը 1 նվիրատվություն 1,936,000 դրամի չափով, այն էլ բնամթերքով։ Իրանց հայտարարագիրն է, ուրիշ նվիրատվություն չեն ստացել, անդամավճար չեն վճարվել, նվիրատվություն չկա, 1 նվիրատվություն կա ընդամենը։ Ու ակնհայտ է, որ այս մարդիկ, ակնհայտ է իմ համար, որ ամբողջ ֆինանսավորումը ուղղակի ուրիշ կերպ ընթանում եւ ձեր ասած կոնսպիրատիվ գործունեության համար կա կոնսպիրատիվ ֆինանսավորում, պարոն վարչապետ, դա իմ համար գերակնհայտ ճշմարտություն է։ Դրա համար, երբ որ մենք մեր բոլոր նվիրատուներին հրապարակում ենք հարյուրներով, հազարներով, ամեն մեկի 5000 դրամը, 2000 դրամը հրապարակում ենք, ակնհայտ է, որտեղ խնդիրներ կլինի։ Բաղու ձերպես չի, մի հոգի բնեղենով 1,936,000։ Ու մի բան է, Սեյրան Օհանյանը տեղից ասում է, դուք ադրբեջանցիների գանձերն եք, ուզում եմ պարոն Օհանյանը ճիշտ է, իհարկե սովորույթի համաձայն թողել է մարտի դաշտը ու գնացել է, բայց պարոն Օհանյան, եթե մեզ եք գանձասում կներեք, բայց ձեր դաշինքի առաջնորդը Հեյդար Ալիևի համար ոչ թե գանձ է եղել, այլ մի ամբողջ գանձատուփ է եղել, որովհետև եթե գանձատուփ չլներ, ռազմական բյուջեի դիսբալանսը Ադրբեջանի հետ, երբ որ Քոչյանը ստանձնել է նախագահությունը, եղել է $11 միլիոն, երբ որ Քոչյանը հանձնել է նախագահությունը իր ժառանգորդ Սերժին, դիսբալանսը բյուջեի տարբերությունը Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեի եղել է $1,600,000,000։ Եթե սա գանձատուփի վարվելակերպ չի, ապա չգիտեմ էլ ինչա, հազար ներողություն, հարց չկար։ Շնորհակալ եմ պարոն Ալեքսանյան այդ թվերը հրապարակելու համար, իհարկե դա պետք է ստուգել եւ վերստուգել, որ հանկարծ չլինի, որ սխալվենք, բայց ըստ էության ես անկեղծ եմ ասում, այդ բանը չի ստուգել, բայց ինտուիտիվ ինչից է կռահում, որովհետեւ մամուլում ոչ մեկ չի քննարկում։ Ոչ մեկ դաշնակցության կամ մյուս կուսակցություններին հարց չի տալիս, ասում, բա ձեր այդ նվիրատուները, այն մեկը, այն որ կապույտ գլխարկով էր, այն մեկն է սպիտակ կոշիկներ էր հագել, բայց այդ ի՞նչ է նշանակում։ Ոչ մեկ հարց չի տալիս։ Ինչի, որովհետև չկան։ Բա ոնց այդ կուսակցությունը, եթե 1 միլիոն դրամ նվիրատվությունը պետական բյուջեի հաշվին է մենակ ապրում, հա։ Պետք է հասկանալ այդ ամեն ինչը եւ պետք է այո, նաեւ մեխանիզմներ ունենալ, որ հասկանալ ում են ներկայացնում այս մարդիկ, որովհետև կարող է պարզվի, որ դա իրոք կոնսպիրատիվ գործունեություն է, լրիվ ուրիշ տեղերից, ուրիշ նպատակներով եւ ուրիշ ձևերով ֆինանսավորվող, այնպես որ կարծում եմ, որ դա խնդիր է, որ պարոն Բաբայանն էլ բարձրացրեց, առնվազն մենք պետք է մեր տեսադաշտում եւ մեր օրակարգում այդ հարցը ունենանք, որպեսզի կարողանանք պատասխան տալ, որովհետև ժողովուրդն էլ մեզնից է պատասխաններ ակնկալում, անդադ ասում են, ինչի դուք չեք տեսնում, այդ ամեն ինչը ինչա կատարվում։ Կարող է բաներ կա, չենք տեսնում, որովհետև համարում ենք, որ շատ նայելու բան չկա, բայց պետք է գուցե ավելի ուշադիր նայել եւ առանց կանխավարկածի։ Կարող է կա հարցի պատասխան, որը մենք հիմա չգիտենք, բայց այդ պատասխանը պետք է ձևակերպվի։ Համեցեք արձագանք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, թվերը, որ ասում եմ, CPC Արմենիա, ԿԿՀ-ի կայքից է պաշտոնական, իրանց ներկայացրածն է նվիրատվություններ 1,936,408 դրամ, որոնցից բնեղենով նվիրատվություններ 1,936,408 դրամ։ Նվիրատուն Սարգիս Բաղդասարյան, ամեն ինչ թափանցիկ գրած է մի նվիրատու բնեղենով 1,900,000, բայց սրա հետ մեկտեղ մարդիկ 72 անշարժ գույք են տնօրինում։ Ես չգիտեմ դա ինչքանով է ռեալ մենակ պետական ֆինանսավորմամբ 72 անշարժ գույք տիրապետել տնօրենելը, որտեղ մենք էլ ենք կուսակցություն, մենք էլ ենք առնչվում այդ ամեն ինչին։ Այդքան ցույցեր ֆինանսավորելը, որոնք որ իրանք են անցած տարի արել, այդքան շարժում ֆինանսավորելը, որտեղ մենք էլ օթից չենք իջել, էլի, քաղաքականությամբ մենք էլ ենք զբաղվում, նույն քաղաքական process-ներով մենք էլ ենք անցնում, գրասենյակ էլ ենք վարձում, գրասենյակում աշխատող էլ ենք պահում, այդ միտինգները մենք էլ ենք ունենում, ընտրությունների էլ ենք մասնակցում, իմ համար գերակնհայտ է, որ ձեր նախորդ պատասխանում հնչեցրածը ակնհայտ ճշմարտություն է, պարոն վարչապետ։ Այդ էլ արձանագրենք, որ բոլոր աշխատողները արձանագրված, գրանցված են եւ եթե չեմ սխալվում, մեր կուսակցությունը 159 միլիոն դրամ, կարծեմ, եթե թիվը չեմ խառնում, համենայն դեպս հրապարակած է, հարկա վճարել
Հա? Ինչ? Մենք 150 միլիոնի չափ չենք վճարել հարկ։ Այո, շնորհակալ եմ։